եղել եմ բացի Աղդամից Եղնիկներում, Մարտունիում, Ֆիզուլիում, մինչև այն վիրավորվելը, վերջում վիրավորվել եմ Մարտունիում, Մարտունի 2-ը։ Քնում էինք քանդված շենքերի մեջ, անտառի մեջ, չգիտեմ, որտեղ որ կարար մի քիչ գոնե նպաստավոր պայմաններ քնելու համար, չնայած դա էլ հարաբերական ահավոր, բայց քնում էինք ու այդ պահին խփում է սամալյոտը խփում։ Ու դա գիտակցությունս կորցնում եմ, չեմ իմանում ինչքան եմ մնում այդտեղ, երբ որ արթնանում եմ, արդեն տենում եմ սաղ այդ ամեն ինչը քանդված, վառվում եմ ես, այս աջ կողմով вообще չեմ տենում, բայթաց է լինում, շորերս վառվում է ու ձեն եմ տալի, օգնություն եմ կանչում, ասում եմ ով կա, եկեք օգնեք, մի հոգի տենում եմ, որ վազում է, իրան եմ ասում եմ արի օգնի բան, ոտս է քարերի տակ է լինում, չեմ է կարում հանեմ ոտս, որ ասենք դուրս կամ այդտեղից։ Այդ պատերազմը, որ մարդիկ տեսնում են, դա խաղում ես, դրա մեջ դու շատ կյանքեր ունես։ Դու կարաս անդադ պարտվես, նորից ծնվես, նորից սկսես կռվել, բայց այնտեղ կյանքը մի հատ է։ Եթե դու կորցրեցիր այդ կյանքը, էլ չես նորից ծնվի ու նորից կռվես։ Իմ հետ եղած տղեկից բոլորը զոհվել են։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղնի մեր, զոհվել չկա տղեք, կռվի ժամին։ Մեսրոբ ջան, ողջունում եմ քեզ ու շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնեցիր մեր հերոս տղերք հաղորդաշարի հերթական հերոսը լինել։ Նամանավանդ արդեն տեղեկացա, որ ընկերներիցդ մեկին էլ ում հետ մարտնչել եք, կռվել եք, արդեն նկարանել ենք Արայիկին, ողջունումներ Արայիկին։ Ուզում հասկանամ, ինչ վիճակ է քեզ մոտ հիմա։ Առհասարակ ամենասկզբից սկսենք, լավ, որտեղ ես կռվել, ինչ վիրավորումներ ես ստացել ու ինչ էտապում է բուժման ընթացքը հիմա։ Ծառայել եմ Խոջալույում սկզբում, բայց պատերազմի առաջի օրվանից էլ եղել եմ Աղդամում, երբ որ պատերազմը սկսվել է, ես ծառայել եմ հետախուզությունում, երբ որ պատերազմը սկսել է, մենք եղել ենք Աղդամում մեր վաշտով ու հենց այդ
առաջի օրվանից էլ եղել ենք այնտեղ ու մեզ ըստ մեր առաջադրանքի տրված գնում ենք տարբեր ուղղություններով մեր առաջադրանքները կատարելու համար։ Եղել եմ բացի Աղդամից Եղնիկներում, Մարտունիում, Ֆիզուլիում, մինչև այն վիրավորվելը, վերջում վիրավորվել եմ Մարտունիում, Մարտունի 2-ում։ Շատ լավ, քանի ամսվա ծառայել եք։ Երբ պատերազմը սկսել եմ մի ամսվա։ Որ էր գնացել։ Այո։ Ու առաջնագիծ։ Առաջնագիծ միանգամից չէ, դե որ մեր վաշտը ընդեղ էր, պատերազմի առաջի օրվանից արդեն մեր վաշտի հետ եմ եղել, չեմ առանձնացել, չնայած հնարավորություններ եղել է, որովհետև այնտեղ մեզնից մեր հրամանատարները միշտ հարցնում էին, ով է վախենում, ով է ուզում մնաս տեղ, չգա մեր հետ առաջադրանքի, դե ես տենց մարդ չեմ ճանաչում, որ պատերազմի վաղ կարող է ինքը չվախենա, որովհետև վախը բնական բան էր, բոլորի մոտ է վախը կար։ Բայց մենք մեր հասկացողությունը, մեր ընկերությունը մեզ թույլ չէր տալի, որ մենք ասեինք, մենք մեր տղեկի հետ չենք գալի, ես ինչ տեղը, այդ առաջադրանքը կատարելու, որտեղ պետք է իրար հետ լինեինք, մինչև վերջ։ Լրջությունը գիտակցում եք։ Հա։ Այսինքն պատրաստ եք քայլել մավանդ առաջ։ Հա։ Գիտակցելով ուր եք գնում եւ ինչ կարող է լինել այնտեղ։ Դե պատերազմի ժամանակ ամեն ինչ է կարող լինի, այդ ամեն ինչին պատրաստ ենք։ Իսկ մեկ ամսվա ծառայող զինվորը, ով նույնիսկ երբ թե զենքի հետ աշխատել չգիտի։ Ես միջև բանակ գնալ իմացել եմ զենքի հետ աշխատել։ Ընդհանուր եմ ասում, դու իմացես, ինձ թվում է շատերը, չէ։ Ու միանգամից պատերազմ, այդ աժոտաժը ինչպես կարողացել դուք ներսում հաղթահարել։ Որովհետև այդ դրվագները ֆիլմերում ես համոզված եմ տեսել ու ինչ որ բան կատարում է քեզ հետ այդ պահին, ու դու դառնում ես դրա ուղիղ մասնակիցը։ Ինչպես է կամ 18 տարեկան տղան հաղթահարել այդ վախը իր մեջ, ինչ վախ մավան, կռվի, կրակոցի հանդեպ, ոնց էր կարողանում ընկերներով երևի թե։ Սկզբում դժվար էր, որ սկսեց պատերազմը, որովհետև չենք այդ սկզբից չեն գիտակցում ինչ է կատարվում, մենք մտածում ենք եւ հերթական, ասենք կրակոցներ է, մանավանդ որ պատերազմից մի օր առաջ էլ մենք իմացել ենք, որ սահմանին լարված դրություն է, մեզ տեղյակ են բայ ու ասել են պատրաստ եղեք ամեն վարքյան կարող է դուրս գանք մենք։ Ու այդ պատերազմը որ սկսել էր դեմից չէ, հետո երկրորդ օրը արդեն իմ պապան եկել ինձ տեսել է, իմ պապան փոխգնդապետ է զինվորական, երկրորդ օր որ եկավ տեսավ, մենք իրար հետ խոսակցություն ունեցանք, ինքը ինձ հարցրեց, ասեց վախենում ես Արունից, ես ասացի չէ, ասեց դե ես քեզնով հպարտանում եմ, որ դու իմ տղեն ես, դու ես մեր տունը պահում։ Ու այդ ամեն ինչը լսելով, այդ ամեն ինչը հասկանալով արդեն գիտակցում էինք ինչ ենք մենք անում, որտեղ ենք մենք ու էլ ոնց որ հետ դարձի ճամփա չկա, եթե սկսել է միջև վերջ մենք պետքա տեղը լինենք։ Այ կարծես թե այդ ոգու, հա, այդ դուխի պակասը կար ու հայրը կարծես թե լրացեց հենց այն ժամանակ, երբ որ պետք էր դա, կարծում եմ ծնողի ճիշտ խոսքը ճիշտ պահին ամենաուժը բանն որ կարա մոտիվացիա պատճառ դառնա, որ առաջ մղվես ու ուղղակի շատ բաների վրա չկենտրոնանաս։ Հա, այդ խոսքերը միշտ այդ պատերազմի ընթացքում իմ գլխի մեջ եղել է, հիշել եմ այդ իր ասածը դժվար պահերին։ Հիշում ես վիրավորման օրը։ Քանի օր կռվեցիր մինչ վիրավորումը։ Մի ամիս։ Մեկ ամիս անց վիրավորվում ես։ Կպատմես մանրամասն ոնց եղավ այդ ամեն ինչը։ Դե գնացել էինք Մարտունի, մի քանի օր Մարտունիում էինք, մեր վաշտը միջև այդ եղել եմ իրանց այդ առաջադրանքների, միջև Մարտունի գնալը։ Մարտունիում մի քիչ իրավիճակը էլի ծանր էր, բայց իմ տեսածից ամենածանրը Ֆիզուլիում ա եղել, երբ որ մենք Ֆիզուլիում ենք եղել։ Մարտունիում շատ լարված էր վիճակը, մեր վաշտի հրամանատարը ինձ ու մի քանի հոգու էլի, որ նոր էին եկել բանակ կամ հիվանդ էին, իրենց թողեց առանձին տեղ, որ մենք մնանք այդտեղ, միջև իրանք այդ առաջադրանքը կատարեն, հետ կգան։ Մենք մնացինք այդտեղ, սկզբում քնում էինք, որտեղ հասցնում էինք։ Քնում էինք քանդված շենքերի մեջ, անտառի մեջ, չգիտեմ, որտեղ որ կարար մի քիչ գոնե նպաստավոր պայմաններ քնելու համար, չնայած դա էլ հարաբերական ահավոր, բայց քնում էինք ու մնացինք այդտեղ, մի օր մնացինք, հաջորդ օրը արդեն նորից նույն ձև արթնացել էինք, մեր կառավարն էինք մշակում, ով պետքա ֆռա, ով պետքա հանգստանա, միջև ժամը 7-ը երեկոյան։ Ժամը 7-ին մեր որտեղ որ մնում էինք, մեզ ասացին, որ դրանից վերև ավելի տենց լավ տեղ կա մնալու համար, որովհետև այնտեղ կոյկեք կային քնելու համար, կարային գնայինք մարդավարի քնեինք ու
բարձրացել ենք մենք արդեն այդտեղ, որովհետեւ այդ դա տուները զինվորները սարքել էին ոնց որ կազարման։ Ու գնում ենք այդտեղ, արդեն դուրս են գալիս մեր կառավարի համար ֆռալու, մեր ենթասպան ունենք, ինքը ասում է դեմ սկզբից թող ընկերներս ֆռան, մենք 3 հոգի զինվոր ենք, մեկը ենթասպան մեր վաշտի։ Չնայած էլի մարդիկ կային այդ տան մեջ բացի մեր վաշտից։ Ու ասում է սկզբից թող իրանք երկուսով ֆռան, հետո ես ու դու կֆռանք, որ գրաֆիկը գծենք էլի, ոնց է ֆռալու։ Ու ես իմ ընկերոջ զենքը ծանր ա լինում, պեկայ ա լինում, ասում եմ արի իմ զենքը տամ քեզ, իմ բրոնիկ կասկեն տամ քեզ, դու հագի, համ էլ գիշերը լույս չենք վառի, որ ինչ որ ավելորդ անգամ տեղներս չիմանան իրանք էլի։ Կգամ քեզնից մի անգամից կվերցնեմ, համ է թեթև զենքով կրնես, կֆռաս։ Մանավանդ որ ասել էին մոտիկ են, անտառների մեջ են, ամեն վարկեն կարողա տենակ, արդեն ըստ ձեր ոնց կմտածեք, տենց գործեք այդ պահին։ Ու գնում եմ զենքս տալիս եմ ընկերոջս, իմ բրոնիկ կասկեն տալիս եմ, ես արդեն ելնում եմ առանց բրոնիկ կասկա։ Իրա զենքի մոտ եմ, իրա մոտիկանում եմ իրա զենքին, նստում եմ, ասում եմ այս զենքիդ պրեդախրանիցելը ոնց է բացվում։ Մեր ենթասպանը հարցնում է ինչի՞ տա պետք, ասում եմ դե որ եկան իրա զենքը պետքա վերցնեմ, իմ զենքը չկա, իմ զենքը իրա մոտ է։ Ու այդ բանին խփում է սամալյոտը խփում։ Ու դա գիտակցությունս կորցնում եմ, չեմ իմանում ինչքան եմ մնում այդտեղ, երբ որ արթնանում եմ, արդեն տենում եմ սաղ այդ ամեն ինչը քանդված, վառվում եմ ես, այս աջ կողմով вообще չեմ տենում, պայթած է լինում, շորերս վառվում է ու ձեն եմ տալի, օգնություն եմ կանչում, ասում եմ ով կա, եկեք օգնեք, մի հոգի տենում եմ, որ վազում է, իրան եմ ասում եմ արի օգնի բան, ոտս է քարերի տակ է լինում, չեմ կարում հանեմ ոտս, որ ասենք դուրս կամ այդտեղից։ Ինքը ասում է, ստեղ էլի մարդ կա, ես իրան օգնություն ցույց տամ կգամ բան, հույսս կտրում եմ, որ կգան ինձ կօգնեն։ Ճանաչում ես։ Չեմ ճանաչում, չգիտեմ ով է միջև այսօր։ Տենց հույսս կտրում եմ, որ կգան օգնեն, գլուխս դնում եմ քարին, մտածում եմ վերջել։ Ով պետք է գա օգնի այդ պահին։ Հետո մեկ է զգում եմ թևերից տակից քաշում են։ Հարցնում, ասում եմ ոտս կտրվել է, ասում են չի կտրվել, քարերի տակից հանել ենք։ Տենց արդեն առաջի բուժօգնություն են ցույց տալի, տանում են Ստեփանակերտ, չեմ իմանում։ Այդ բժիշկի հետ կապ կա, ով որ ինձ հանել է, բերել է Ստեփանակերտ, խոսացել ենք, ինքը զանգել է մեր տնեցիներին ասել է, որ ասել է ամեն ինչ նորմալ է, ողջ առողջ է, վիրավորվել է։ Բայց զինվորներից չգիտեմ ով է հանել, որովհետև այդ մարդը որտեղ էր, զինվորական հագուստով էր։ Ամբողջությամբ այրվածքներ, որոնց հետքերը մնում են մինչ օրս դեմքիդ։ Դեմքիս ու մարմնիս վրա։ Բեկորներ էլ կան, ոնց հասկանում եմ, էլի դեմքի։ Հիմնականում ոտքերիս բեկորներ կան։ Դեմքինը սպիերն է մնացել այդ այրվածքի։ Այրվածքի սպիները։ Ինչ վիրավորումներ ստացար կոնկրետ։ Ստացել եմ ոտքի բազմակի կոտրվածք, որովհետև համ ասֆոլկա է խփել ոտից, ջարդել է ոսկորը, համ քարերն են թափվել, ոտքի 2 ոսկորն էլ ջարդվել է։ Աչքի վնասվածք եմ ստացել, որովհետև էլի ասֆոլկա էր մտել աչքիս։ Տեսողության խնդիր կա։ Հա, հիմա աչ կողմով նորմալ դա չեմ տենում ես։ Քանի տոկոս է տեսնում։ Կոնկրետ տոկոսայինով չեմ կարող ասել ինչքան է, բայց այն սկզբից շատ վատ է տենում, հետո վիրահատություններից հետո արդեն բացի այդ այրվածքներն էլ կարող պատճառ դառնան, որովհետև աչքի կողմը ամբողջությամբ այրվածքի հետքեր են։ Կարել են, պայթած է եղել ամբողջովին, կարել են դզել են։ Այդ օրերին ինչպիսին էր տղեկի մարտունակությունը, ընդհանուր որ նայում են։ Ընդհանուր բոլորս դուխով էինք։ Մեկը մեկին դուխ էր տալիս։ Հա, մենք ավելի շատ չենք փորձում այդ ամեն ինչին նայել նենց ոնց որ ինքը կա, որովհետև ուզում էինք ավելի շատ ցրվեինք այդ ամեն ինչից։ Ոնց եք ձեզ ցրում։ Տարբեր ձև, ինչ որ ասենք կոնկրետ հիմա չեմ հիշի, տենց ինչ որ մի բան, որ ասեմ տենց անում էինք, ավելի շատ կատակներ էինք անում իրար հետ։ Հետո արդեն ամեն օր նոր մարդկանց տենալով, նոր մարդկանց հետ ծանոթ անալով, փորձում էինք իրար ավելի լավ ճանաչենք, ով է։ Տենց հիմնականում է։ Մեսրոպ հայտնվելով այդ ֆիլմի մեջ։ Ինչքան է հետարքի այդ ֆիլմը քեզ համար։ Հաշվի առնելով
իհարկե դաժան վիճակն է, որ դու ականատես եղար, բայց իրավիճակը որպես այդպեսին, հա, զինվոր, ով պատերազմում է։ Ինչքան վեր դա քեզ համար հետաքրքիր։ Ու ինչ փոխեց դա քո մեջ։ Հետաքրքրություն չկար, որովհետև ոչ մեկին չեմ ցանկանա, որ այդ ամեն ինչի մեջով անցնի, այդ ամեն ինչը տենա, որովհետև պատերազմը շատ դաժան բան է։ Նայություն գիտես խի հարցրեցի, որովհետև տղաներ կան, ովքեր ասում են, որ իրենց համար դա հետաքրքիր էր։ Իրենք անդադ նայում էին այդ պատերազմի ֆիլմեր եւ այլն ու միշտ ցանկություն ա եղել գոնե մի օր կամ երկու օր պատերազմ լինել, բայց ասում են, որ իրական պատերազմը շատ տարբերվում է, ավելի շատ դաժան է։ Այդ հարցը դրա համար տվեցի։ Այդ ֆիլմերի մեջ, խաղերի մեջ այդ պատերազմը, որ մարդիկ տեսնում են, դա խաղում ես, դրա մեջ դու շատ կյանքեր ունես։ Դու կարաս անդադ պարտվես, նորից ծնվես, նորից սկսես կռվել, բայց այնտեղ կյանքը մի հատ է։ Եթե դու կորցրեցիր այդ կյանքը, էլ չես նորից ծնվի ու նորից կռվես։ Շատ ընկերներ կորցրեցիր։ Բավական։ Քո աչքի առաջ։ Իմ հետ եղած տղեկից բոլորը զոհվել են։ Ով որ իմ հետ ա եղել, բոլորը զոհվել են։ Այդ տան մեջ գտնվող մարդ չի մնացել։ Այդ ամեն ինչը բնականաբար բերում է հոգեբանական ճնշման։ Հոգեբանական տրավմա է ստեղծվում մարդու մեջ, նամանավանդ 18 տարեկան երիտասարդի մեջ, որ այդ ամեն ինչը ուղղակի չգիտեմ, չափից դուրս դաժան էր տեսնելը, զգալը, ապրելը։ Քո մոտ ո՞նց է հոգեբանական վիճակը այսօրերին։ Արդեն նորմալ է, սկզբում է խնդիրներ չի եղել, նորից ասեմ։ Արդեն նորմալ է։ Ինչպիսին է քո հոգեբանական վիճակը հիմա եւ ինչպիսին է պատերազմից հետո։ Հիմա նորմալ է, սկզբում էլ խնդիրներ չի եղել, ես երբ որ հիվանդանոցում եմ եղել, իմացել եմ, որ իմ հետի ընկերները, ովքեր որ իմ հետ են եղել, վիրավոր են ու Ստեփանակերտում են։ Քեզ չէին ասում։ Դեռ ես չգիտեի, ես մեր տղեկի հետ չէի խոսացել։ Հետո երբ որ արդեն գնում եմ պալատ, զանգում եմ մեր տղեկից, հետաքրքրվում եմ ով ոնց է բան, ինձ այդ ժամանակ ասում են, որ իմ ընկերներից մեր վաշտի այդ երկու հոգին, որ հետս են եղել, իրանք զոհվել են։ Հետո իրանց հարազատներն էին շատ հարցնում, իրանցից գալիս էին հիվանդանոց ինձ ստենալու, իրանցից էին հարցնում, զանգում էին։ Ես չէի կարողանում իրանց այդ ամեն ինչը ասել։ Ես իրանց հետ խոսում էի, ասում էի, ես տեղյակ չեմ, բայց հենց իրանք, ասենք, անջատում էին կամ գնում էին, ես զանգում էի մեր տղեկին, ասում էի, զանգեք իրանց ասեք։ Ինչ հաճախականությամբ էր կարողանում կապ հաստատել ընտանիքի եւ մտերիմների հետ առհասարակ։ Զանգում էիր, կարողանում էր զանգել։ Դե կապ չկար, հետաքրքիր էր, որ ձեռքներս բարձրացնում էինք օդ հեռախոսով ու քայլում էինք, որ տենայինք որտեղ է գոնե մի գից կապը բռնում, որ SMS գրեինք կամ զանգեինք, բայց հնարավորություն հենց ելնում էր, այդ հնարավորությունից օգտվում էինք, զանգում էի տնեցիկի, խոսում էի հետները, ճիշտ է, ամեն ինչ չէի կարողանում ասել, որովհետեւ պապան էլ խիստ է այդ նկատում, ասենք եթե տնեցիկ փորձել մի երկու հատ ավել հարց տալ, ասելա, վсё, հերիքա, արդեն ինչ պետք էր իմացակ, էլ ավել բան մի հարցրեք։ Բայց խոսացել եմ, կարելի ասել, տենց ամեն ուշ օրը մեջ տենց խոսացել եմ, գոնե տեղյակ եմ, բայ որ լավ եմ։ Եղելա որ գնացել ենք, մենք ասենք եղնիկներ են գնացել կամ ուրիշ տեղ են գնացել մեր առաջադրանքը կատարելու, ես զանգել եմ տնեցիկին, ասել եմ մեր մոտ կապ չկա, ես ձեզ մի քանի օր չեմ զանգելու, հենց կապ լինի, կզանգեմ, տեղը կպահեմ։ Փորձում էի տես տնեցիկին չասեի, որ ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչա պետք, բայց պապան տեղյակ է եղել միշտ ես ուր եմ գնում։ Երբ որ հետ հասկես գցում պատերազմի օրերին, հավատում էր, որ այս օրը կգա քեզ համար։ Մեզ այն վաղ անվերջանալ էր թվում այդ ամեն ինչը։ Չէր ավարտվում, ոնց որ չավարտվեր, ամեն օր ասենք ասում էին հրադադարա, մենք մտածում էինք հեսա լավ մի քիչ գոնե կհանգստանանք, բայց չէր ելնում, նույն ձևի շարունակում էր այդ ամեն ինչը։ Մեր համար չէր ավարտվում այդ ամեն ինչը։ Ամենահիշարժան պահը պատերազմի օրերին ո՞րն է քեզ համար, որ երբ ասում պատերազմ առաջի ակնթարթով դա քեզ մոտ ասում պատկերացում։ Ֆիզուլիում ա եղել, տենց դեպք, երբ որ մենք մեր վաշտով պարկած էինք, դարանակալել էինք ու սպասում էինք թշնամուն ու այդ ժամանակ մեր վրա խփում էր, ամեն տեսակի զենք խփում էր, համ բեսպիլոտնիկներ խփում, համ արտիլերիաներ աշխատում մեր վրա ու մեզնից շատ քիչ հեռավորության վրա այդ սնարադները պայթում էին ու մենք մտածում էինք, որ հեսա մեր վրա կընկնի։ Այդ
ընկերոջս կողքից պարկած ընկերոջը հարցնում եմ, ասում եմ, ինչ ես մտածում, ասում եմ, մտածում եմ, եթե մեռնում եմ, շուտ մեռնեմ, գոնե, ասենք, չտանջվեմ մեռնելուց հետո։ Բայց հիմնականում մտքերը եղել է, որ ողջ առողջ հետ վերադառնանք, ուրիշ ոչ մի միտք չի եղել։ Այնտեղ բոլորն էլ այդ պատերազմի ժամանակում հարցնում էր, ասում էր, ուզում եմ գոնե ողջ առողջ, թեկուզ վիրավոր, բայց հետ եթամ։ Մենք պայքարը կյանքի համար էր։ Հա։ Ոչ թե մահվան։ Այս օրերին բուժման ընթացքը ինչ փուլում է քեզ մոտ։ Ոտքի հետ կապված տեսնում եմ, որ դժվար է տեղաշարժվում դեռևս։ Վիրահատության եմ ենթարկվել մի քանի ամիս առաջ ոտքի։ Դեռ այն փուլում է ոտքը, որ պետքա կպնի։ Սպասում եմ, ինձ հայերը չեն արել, ֆրանսիացիներն են վիրահատել Հայաստանում ու ամեն իրանց գալուց գնում եմ, իրանք նայում են, ինչ փուլում է, ոնց է, վերջի անգամ մի քանի օր առաջ ասել են 2 ամիս դեռ պետքա հենակով քայլեմ։ Հետո արդեն ըստ իրավիճակից կախված է ոնց կլինի, իսկ մնացած աչքի վիրահատություն, ականջի վիրահատություններ, չնայած արդեն 4 հատ տարել է աչքի վիրահատություն, բայց դեռ ունեմ։ Իսկ ականջի հետ կապված լսողությունը վնասված է։ Թմկաթաղանթն է վնասված։ Ձախ թե աջ։ Աջ։ Չես լսում։ Լսում եմ, շատ թույլ եմ լսում։ Այսինքն աջ կողմը մեծ հարված է ենթարկվում։ Հա, այդ աջ կողմում սա պայթ է։ Աջ կողմը ընդհանուր խնդիրներ առաջացնում քեզ մոտ։ Մարտունակության թիմը ոնց է։ Լավ է։ Լայն ժպիտով, չէ՞։ Հաղթական տրամադրվածությամբ։ Ինչ ես կարծում, հայ զինվորը պարտվել է։ Չէ։ Այստեղ այդ հարցին դժվարանում եմ ավելի շատ պատասխանեմ։ Զինվորը չի պարտվել, շատ ուրիշ հանգամանքներ կան։ Ոչ թե, ասենք, այստեղ շատ են ասում զենքի խնդիր ա եղել, չգիտեմ, հացի խնդիր ա եղել, բայց ոչ մենք զենքի խնդիր ենք ունեցել, ոչ է հացի։ Ամեն ինչն էլ եղել է իր ժամանակին։ Ու տեղ ուրիշ ավելի քաղաքական ինձ թվում է պատճառներ կան այդ ամեն ինչի համար։ Անուններ չտալով դու մեղավորներ փնտրում ես ինքդ քո ներսում։ Չէ։ Ոչ մեկ իմ համար մեղավորը եղել է միջև այսօր մեր երկրի արած քայլերը ու վերջ, ուրիշ քայլեր չեմ տենում, ուրիշ պատճառներ չեմ տենում։ Իսկ պատերազմը շարունակելու իմաստ կար որպես զինվոր այդ հարցին պատասխաներ խնդրում եմ։ Չէ։ Պատրաստ էր զինվորը բանակը պատերազմ շարունակել։ Զինվորը պատրաստ էր, բանակը պատրաստ էր, բայց ուրիշ հանգամանքներ կա, այստեղ շատ են ասում պատերազմը պետքա շարունակեինք, պետքա հաղթեինք, բայց այդ մարդիկ ովքեր որ ասում են, մի օր այնտեղ չեն ապրել, իրանք չգիտեն այդ ամեն ինչի դժվարությունը։ Իրանք կարող է իրանց համար ստեղից թվա շատ հեշտ այդ ամեն ինչը, բայց իրականում ինքահագին խնդիրներ կա այդ ամեն ինչի մեջ։ Ամեն օրվա այդ հոգեբանական վիճակը, այդ վախը, լարվածությունը, որ ամեն վարքյան ասում ես կարող է հեսա քո վրա ընկնի այդ ռումբը ու տրաքի, այդ ամեն ինչը հաշվի առնելով մենակ այդ ամեն ինչով չէ, չարժեր։ Մեր համար, մեր հայ ժողովրդի համար օրինակ կարևոր է ամեն զինվորի կյանքի համար, ամեն զինվորի հետ հայ ժողովուրդը մի անգամ էլ մեռնում է, եթե զինվորը զոհվում է պատերազմում, բայց մեր թշնամի երկրի համար տենց չի։ Մեսրոպ, այսօր նկարները տեղի են ունենում ամռան առաջին օրը, հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ինչ կմաղթես այն երեխաներին, ովքեր այսօր այդ օրը նշում են, առհասարակ, հա, մարդ, ով ընդամենը վերջերս այդ նույն երեխաներից մեկն էր եւ միանգամից բանակ հասունացում ու դաժան ինչ-որ պատկերներ։ Այս ամեն ինչը տեսնելով ես ուզենամ, որ ոչ մի երեխա, թե հայ, թե, չգիտեմ, ազգություն ընդհանրապես կապ չունի, այդ ամեն ինչի մեջով չանցնի, որովհետեւ այդ ամեն ինչի մեջով անցնելով ամեն մարդ չի, որ կարա այդ ամեն ինչին դիմանա ու տենալով այդ ամեն ինչը նորից վերադառնա իր հին կյանքին։ Կմաղթեմ, որ ոչ մեկ չտենա այդ ամեն ինչը իր կյանքում։ Այդ ուժեղությունը ներսում միշտ է ապրել, դժվար թեմաների ժպիտով խոսելը։ Հա, միշտ։ Իսկ երբ որ քեզ համատական ես դնում մինչ պատերազմը եւ պատերազմից հետո, ինչ փոխվեց քո կյանքում ամենից շատը նկատելի օրը։ Իմ կյանքում սկսեցի կյանքին ուրիշ աչքերով նայել։
ավելի կյանքը գնահատել։ Միջև պատերազմը տենց չէր իմ մոտ։ Ոնց որ սաղ են ապրում, ամեն օր ապրում էինք, հաջորդ օրը նորից նույն ձև շարունակական նույն ձև ապրում էինք, բայց պատերազմից հետո ամեն վայրկյանը կյանքի գնահատում ես ու փորձում ես նենց անես, որ ամեն րոպեն ավելի լավը դառնա, քո համար ավելի հիշարժան դառնա, որ կորցրածը հետ բերես։ Հասրել ես արդեն լինել ընկերների գերեզմաններում։ Դեռ չէ, բայց ցանկությունը մեծ է։ Ես իմ ընկերների եղբայրների հետ կամ չգիտեմ, իրենց հարազատների հետ խոսալուց ես իրենց ասել եմ, որ ես հենց կարեցա քայլեմ, անպայման գալու եմ իրենց գերեզմանը այցելեմ, որովհետև դա իմ պարտքն է։ Ես պետք է իրենց գերեզմանին լինեմ, որովհետև այսօր մենք ապրում ենք իրանց շնորհիվ է, որ մենք այսօր ստեղ ենք։ Այդ ամեն մի զոհված մարդու համար է, որ մենք այսօր ստեղ հանգիստ առանց կրակոցների մեր կյանքը ապրում ենք, շարունակվում է, ու այդ ինձ թվում է ամեն հայ պարտքն է իրանց գերեզմանին դնել ու ծաղիկ դնել։ Մեսրոպ, ոնց ես նայում են կատարել անտարբերությանը որոշ մասայի կողմից, որ մի կողմ են թողել, ես միշտ իրերը կոչում եմ իրենց անուններով, հա, մի կողմ են թողել ձեզ բոլորիդ, ձեր խնդիրները, երբ որ ամբողջով պետք է մի հատ հասկանանք ոնց ենք ձեզ կարգի բերում, ոտքի կանգնեցնում, հա, կատարել անտարբերությունը իրենց մոտ տիրում, ոնց ես նայում այդ ամենին։ Դե ինձ թվում է ես քաղաքականությունից նենց շատ քաղաքականական առումով չէ։ Հանրային տեսակների մասն եմ խոսում։ Դե հիմա ավելի շատ կարևոր հարցեր կան, բացի մեզանից, դե այդ հարցը մենք մեր պետությունը մեզ ինչով կարում է օգնում է հիմա, խնդիրներ չկա, որ ասենք մտածեմ, այս ինչ բանը մեր պետությունը մեր համար չի անում։ Ամեն ինչն էլ ինչ որ մենք կարիք ունենք, վիրահատությունների, չգիտեմ, այնտեղ օգնությունների, այդ ամեն ինչի բացը պետությունը լրացնում է, բայց մնացած հարցերով արդեն իմ կարծիքով ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է այդ հարցերով զբաղվեն։ Մեսրոպ, մեր հաղորդումը նայում են ոչ անտարբեր մարդիկ։ Շատ ես ուրախ եմ։ Եվ նրանք իրականում շատ մտահոգված են զինվորների որպիսությամբ, նրանց առողջությամբ ու փոքրիկ ֆոնդ ենք ստեղծել եւ ամեն զինվորի տեսակցելիս փորձում ենք դրամական նվեր փոխանցել նրան։ Խնդրում եմ այդ ամեն ինչը որպես նվեր դիտարկիր եւ մեր բոլորի անունից քեզ մի հատ սիրուն լավ նվեր կանես ու մեզ կհիշես։ Եվ շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր զինվորի կողքին են, անհատական աջակցում են զինվորներին եւ հատուկ շնորհակալություն Դիանա Սիմոնյանին, ով հաղորդման առաջին օրվանից մեր կողքին է եւ անհատական աջակցում է մեր հաղորդաշարին, որի շրջանակներում շնորհիվ մենք կարողանում ենք քեզպես շատ երիտասարդ զինվորների պատմություններ լսել եւ մշակություն դարձնել, դա շատ կարեւոր է, որովհետեւ մեր օրերում զինվորները ունեն ուշադրության կարիք եւ նվերների կարիք, այլ ոչ թե օգնության կարիք։ Դուք այնքան ուժեղ եք, որ կարող եք օգնել յուրաքանչյուրիս վիրավոր լինելու։ Մեսրոպ ջան, ուզում եմ մեր բոլորի նվերը փոխանցել քեզ եւ շնորհակալություն հայտնել, որ այնտեղ ես եղել բոլորիս համար, բոլորիս հայրենիքն ես պաշտպանել քո ընկերների հետ եւ ներողություն խնդրել ցանկացած պահի համար, որ ապրել ես բոլորիս փոխարեն, լավ։ Մերսի շատ։ Եվ շնորհակալություն եւս մեկ անգամ բոլոր բարի մարդկանց, ովքեր դեռևս մտածում են զինվորների մասին։ Ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի համար։ Ներողություն խնդրել, որ ստիպված եղավ մտովի գնալ այնտեղ, որտեղ դաժան է, տխուր է, դառն է, բայց կարևոր շրջաններից մեկն է քո կյանքի, եթե ոչ ամենակարևոր, որից հետո դու վերածնվեցիր։ Եվ կարծում եմ վերածննդից հետո հստակ նպատակներ ես դրել քո առաջ, որովհետև ոչինչ ուղղակի չի լինում։ Դու ունես այստեղ անելիք։ Այստեղ նստած ես եւ րոպե չպետք է կորցնես վազես նպատակների հետևից։ Մենք կարծում շատ նայություն ենք ունենալու քո հաջողություններով ուրախանալու եւ բարկանալու, որ առհասարակ է քեզ ճանաչել ենք եւ քեզ հետ ռեպորտաժ ունենք։ Շնորհակալ եմ շատ եւ մաղթում եմ քեզ շտապույտ ապակինում, որովհետեւ մեր մյուս հանդիման ժամանակ դու պետք է լինես առանց այս ավելորդությունների։ Լավ, բանալվեցինք։ Լավ։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք մեր հեռուստաղերքը հաղորդաշարը։ Մենք Թադևոսյան Մեսրոպի բնակարան ենք այցելել, Մեսրոպը ծանր վիրավորումներ է ստացել 44-օրյա պատերազմի հետևանքով եւ այս ընթացքում կազդուրման փուլում է։
Լսեցինք տղայի պատերազմի պատմությունը, փորձեցինք ինչ-որ բան պարզապես օգտակար լինել։ Իսկ դուք լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոսի տեսանյութը նավինս մեծ տարածում ունենա եւ մեկնաբանությունները ողողեք դրական կարծիքներ մեր զինվորների մասին, որովհետեւ զինվորները կարծում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Եվ խորին շնորհակալություն եմ հայտնում բարեսիրտ մարդկանց, ովքեր կանգնած են զինվորի կողքին, Անդինաս Դիանա Սիմոնյանին, ով մեր կողքին է եւ աջակցում է մեր հաղորդաշարին, որի շրջանակներում կարողանում ենք շատ զինվորների ներկայացնել։ Իսկ ես բոլորս խաղաղություն եմ մաղթում եւ կանտում ենք շատ շուտով, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհել չկա տղեր, կռվի ժամի